Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ֆոնին միջազգային ակտիվ դերակատարների ուշադրության կենտրոնում է մնում Հայաստանի ներքաղաքական օրակարգը։ Գագաթնաժողովի շրջանակում Հայաստան ժամանած Կանադայի վարչապետ Մարկ Քարնին է հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նաև շեշտել, որ պատրաստակամ է ընտրության անցկացման հարցում Հայաստանին աջակցություն ցուցաբերել։ Միջամտություն է, ուղղակի միջամտություն է Հայաստանի Հանրապետության ներքին գործերին եւ հայ ժողովրդի ընտրությանը միջամտությունը, ընտրության ճնշում է, ես նույնիսկ ասեի, ճնշում է ուղղված հայ ժողովրդի հանդեպ, ընդհանրապես ցանկացած երկրի ղեկավար լինի, Ռուսաստանի ղեկավար լինի, Թուրքիայի ղեկավար, առավել եւս Կանադայի ղեկավար, Բրիտանիայի, Ֆրանսիայի, թե այլ որևէ մեկ անձի անմիջական աջակցություն հայտարարելը կոպիտ միջամտություն է Հայաստանի ներքին գործերին։ Ինչ է թաքնված աջակցությունների հետևում, սա աջակցություն է պետությանը, թե գործող իշխանությանը։ Պետք է հստակ տարանջատել Հայաստանը եւ գործող իշխանությունը։ Սա աջակցություն է գործող իշխանություններին հունիսին կայանալիք ընտրություններին կրկին ընտրվելու համար։ Կանադայի Եվրամիության այս քաղաքական գծին հետևելու պատճառը պարզ է, կարծում է միջազգայնագետը։ Նրանց առջև դրված նպատակը մեկն է՝ ամեն կերպ աջակցել, որպեսզի ներկայիս իշխանությունը վերարտադրվի։ Կանադան եւս հանդիսանում է արևմտյան աշխարհի մաս եւ այստեղ մենք գործ ունենք անգլո-սաքսոնական աշխարհի միասնական գործողությունների։ Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը սա որակում է առավել քան լուրջ միջամտություն։ Սրանից ավելի լուրջ միջամտություն ո՞րն է, որով մենք իրավունք ունենք ասելու, որ մենք Կանադայի կառավարությանը կաջակցենք իրենց ընտրությունների ժամանակ։ Այդպես ինչի տեղ են դրել այս մարդիկ։ Մասնագետի դիտարկմամբ շատ ծավալուն են ԵՄ-ի պլանները, որոնց մեջ Հայաստանին աջակցելը բոլորովին էլ պատահական չէ։ Միայն այդ պարագայում է հնարավոր իրականացնել այն քաղաքականությունը, որ բովանդակ արևմուտքը ցանկանում է իրականացնել մեր տարածաշրջանում, այսինքն այստեղից դուրս բերել Ռուսաստանին եւ կտրել Իրանի բոլոր կապերը տարածաշրջանի հետ, Հայաստանից եւս նրան մեկուսացնելու եւ հայ-իրանական սահմանը եւս հսկողության տակ վերցնելու համար։ Հանդիպման առանցքային դրվագը Կանադայի վարչապետի հայտարարությունը թեև պաշտոնական ձևակերպումներում ներկայացվում է որպես ժողովրդավարական գործընթացներին աջակցություն, սակայն ոչինչ չի տալու, ավելին վատ է ազդելու մյուս երկրների հետ հարաբերությունների վրա։ Սա ավելի է վատացնելու մեր հարաբերությունները նաև Վրաստանի հետ, սրա մասին էլ է պետք մտածել։ Եվ շուտով կարծում եմ մեր տնտեսվարողները իրենց վրա կզգան այս գագաթնաժողովի արդյունքները։ Այսպիսով քննադատները զգուշացնում են, կարևոր է տարանջատել պետությանը ցուցաբերվող աջակցությունը եւ գործող իշխանություններին ամեն կերպ պետության ղեկին պահելու ձգտումը։ Արևմտյան երկրների ակտիվացումը, այդ թվում Կանադայի ներգրավվածությունը, կարող է լինել ավելի լայն աշխարհաքաղաքական հաշվարկների մաս։ Նպատակը տարածաշրջանում ազդեցության վերաձևավորումն է, ինչի շրջանակում Հայաստանի գործող քաղաքական կուրսը դիտարկվում է որպես նախընտրելի գործընկեր։ Անահիտ Սարգսյան, Մեհեր Դավթյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։